Հիմա դուք ասացիք փորձում է իշխանությունը խառնվել եկեղեցու գործերին։ Կրկնեմ հարցս, հատուկ է արվում, այսինքն այս փուլում այս թեման բացելը, սա հատուկ նպատակ է հետապնդում։ Շատերը կապում են նախընտրական այդ տրամադրությունների հետ։ Իհարկե, նախընտրական տրամադրությունների հետ է կապվում, բացի այդ էլ հիմա մի խնդիր կա։ Առաջիկայում ընտրությունների հետ կապված այդքան մեծ չի հնարավորությունը պատմել, թե ինչ է արել։ Մարդիկ հարցեր են տալ, ես ինչ արեցիք այս 5 տարում, որ եկել եք որ նորից ընտրվեք։ Նորից պետք է նախկիններ ներկաներ կոնֆլիկտ։ Ինչպես տեսնում ենք, նախկիններ ներկաներ կոնֆլիկտի մեջ մտնում է նաև եկեղեցին, որտեղ ասում են նրանք ամբողջությամբ նախկինների հետ են։ Ու այնպես չի որ սուտ են ասում։ Դա այդպես իրականում կա։ Հա, սա մի խնդիր, որ տեսեք, եթե մենք չլինենք, իրանք են գալու ավելի ագրեսիվ ձևով, տեսեք ինչ են անելու։ Եվ այս պարագայում նաև ինչ նախնդիր է։ Միշտ թիրախը ընտրվելա ոնց։ Դատավորներին ասել են կաշառակերեն, դատավորներին մենք չենք սիրում, նախկինների կատարածուներն են, գնանք արգելափակենք դատարանների շենքերը։ Անօրինական հանձնարարությունը տվել մարդիկ արել են։ Ինչի համար, որովհետև ասել են գնանք վատ դատավորի դուռը փակենք։ Բայց հետո որ վատ դատավորի դուռը փակեցիր ու փոխվեցիր, դատական համակարգը հիմա այլևս կախվածություն չունի։ Այսինքն ժողովրդի ազնիվ ցասումը ուղեցիր նրանց նկատմամբ ում իրանք չեն սիրում, արդարացրեցին իշխանությունը զավթելը գործադիր իշխանության կողմից։ Հաջորդը ասեցիր այս խորհրդարանը շատ վատն է։ Լա տեսեք ինչ են անում, այս նախկիններն են։ Գնանք շրջափակենք խորհրդարանի շենքը։ Իսկ որ խորհրդարանի շենքը շրջափակեցիր ու վատերը գնացին, լավերը եկան։ Արդյունքում ստացվեց, որ դա դառնա կառավարելի։ Նույնը գիտեն, որ այսօր հայ առաքելական եկեղեցու սպասավորները շատ լրջորեն խաղացել են հայ առաքելական եկեղեցու անունի հետ։ Այս պարագայում շատ հեշտ է ասել թիրախնդրել եւ ասել հարցակվեք, գնացեք, ամեն ինչ արեք, որովհետեւ ժողովուրդը կասի այո, դրանց հասնում է, բայց արդյունքում մենք ինչ կունենանք։ 95 թվականի ընտրության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, որ պետք է մենք նշանակենք բառից բուն իմաստով, Գարեգին առաջինին Անտիլասից բերեցիր, դրեցիր, նշանակեցիր, մենք դրանից ինչ շահեցինք։ Միավորվեց մեր թեմերը, թե ընդհակառակը պրոբլեմ առաջացավ։ 99 թվականին, որ Ռոբերտ Քոչարյանը նշանակեց Գարեգին երկրորդին, իսկ ամբողջ կազմակերպական հարցերն անում էր Վազգեն Սարգսյանը, նույնիսկ աշխարհիկ պատվիրակներն ով պետք է լինի եւ այլ եւ այլ։ Բոլորը գիտեին, որ Վազգեն Սարգսյանի նշանակումով անա դարձել կաթողիկոս։ Վազգեն Սարգսյանը չկա, բայց ի վերջո Քոչարյանի հովանու ներքո էր, չէ՞ այդ նշանակումը։ Մարդը մնաց նրանց ենթակա։ Այսինքն մենք խնդիր ունենք, բայց խնդրի լուծումը դա չի, որ հիմա էլ կաթողիկոսը լինի Փաշինյանի նշանակածը։ Ընդհակառակը մենք դրանից կարողանանք փոխվենք։ Հիմա թեման ամփոփելով, պարոն Անտիմյան, բայց ժողովուրդը կհավատա, այսինքն Նիկոլ Փաշինյանի այս թեզը, այս քաղաքականությունը աջակցություն կստանա ժողովրդի կողմից։ Դե այսպես է, Նիկոլ Փաշինյանին աջակիցները, եթե Նիկոլ Փաշինյանը ասի բոլորով հիմա գնում եք եւ ձեզ գցեք կամուրջից, կգնան իրանց կամուրջից կգցեն եւ ոգեվորված կգոռան պարոն վարչապետ ես սիրունից գցեցի թե այն մեկը ես եմ չէ հաղթել բայց կողմնակիցների թվի պակաս չկա իհարկե կա տարիների համեմատությամբ իհարկե կա բայց դա է որ նաեւ իշխանությանը ներվայնացնում է որ կողմնակիցները ֆանատիկներ են որոնց քանակը շատ չի լինում Հիմա դրա համար իրանց այլ կարգի խնդիրներ, այլ կարգի խնդիրներ ա պետք, որի պարագայում որ տեսեք թիրախնդրենք, ովքեր են ցանկանում իշխանությունը վերցնել։ Մի կողմ դնենք ովքեր են ցանկանում, դուք ձեր ձեռքնա իշխանությունը ունեք բացարձակ իշխանություն։ Այս չափի իշխանություն ոչ մեկը չի ունեցել։ Աշխարհի շատ միապետեր չեն ունեցել։ Ես չեմ ասում անգամ Նիկոլ Փաշինյանից առաջվա նախագահները չեն ունեցել, որտեղ Նիկոլ Փաշինյանից առաջ կիսանախագահական կառավարման համակարգ էր, կար նախագահ մեծ լիազորություններով, բայց կար նաև վարչապետ, բավական մեծ լիազորություններով։ Այսօր նախագահը ընդհանրապես ներկայացական ու արարողակարգային լիազորություն ունի, վարչապետը իր մեջ կուտակել է եւ նախկին նախագահի լիազորությունները եւ նախկին վարչապետի լիազորությունները։ Այսինքն դու ասում են սուպեր վարչապետ, նույնիսկ սուպեր վարչապետից էլ ավել, որտեղ սուպեր վարչապետին չէր ենթարկվում դատական համակարգը, բայց ասեց ես հիմա SMS-ով տուն եմ ուղարկում, որովհետեւ մարդիկ ինձ են դիմում։ Եթե ինձանից են պահանջում, ընտրված մարդուն ընտրված մրցույթով անցած մարդուն ինքը SMS-ով տուն է ուղարկում։
Այսինքն եւ հսա հասարակությունը չեմ ասում նորմալ է ընդունում, բայց ամեն դեպքում դրա դեմ չի ըմբոստանում, ասում այ այնու որ ուղարկես դրան չէինք սիրում։ Ինք չի հասկանում, որ ստե խնդիրը նա չի, թե դու սիրում ես թե չէ։ Խնդիրը դա է, դու աջակցում ես օրենքի խախտմանը թե չէ։ Պարոն Անտինյան, այսօր Գորիսում բացվել է ֆրանսիական հյուպատոսություն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ սա քաղաք է, որը կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, այն եղել է միշտ խաչմերուկում եւ խաղաղության կառուցմանն է միտված եղել եւ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ, մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է։ Հիմա մեր տեսանկյունից որքանով է կարեւոր ֆրանսիական հյուպատոսության բացումը Գորիսում եւ դրա նշանակալից լինելը մեզ համար, մեր երկրի շահերի տեսանկյունից։ Ես նույնիսկ չեմ կարևորում հատուկ, որ կարող է իսկապես լինել հյուպատոսական ծառայություն, այլ ոչ թե պատվո հյուպատոսի, այսինքն կարգավիճակը մի քիչ ավելի ցածր, որովհետև եթե Ֆրանսիան Հայաստանում թերթի կրպակել բացի, դա նշանակալից է։ Ինչի ոչ թե մենակ նրա համար, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ պետություն է։ Ֆրանսիան իր վրա այնպիսի հսկայական բեռա վերցրել նոր աշխարհակարգում։ Նույնիսկ իր չափերից ավել, որովհետև երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան սկսեց ասել Եվրոպայի գործերին չեմ խառնվի Ռուսաստանի հետ խաղեր տալ եւ այլ, այդ ժամանակ Եվրոպան վախեցած հետ չքաշվեց։ Չասես թե որ տենց հա, մենք ընչի ենք մեզ կոտորում, որ եթե Ամերիկայի պես պետությունն Ռուսաստանի հետ ուզում լավ լինի, մենք էլ լավ լինենք ու վերջացնենք։ Ոչ, կանգնեցին ու դեմ տվեցին։ Իսկ այդ ժամանակ, երբ որ Եվրամիության որոշ ներկայացուցիչ պետություններ սկսեցին նաև ասել, որ համաեվրոպական ծրագրին դեմ գնացին, ոնց որ Սլովակիայի վարչապետը Ռոբերտ Ֆիցոն, ոնց որ Հունգարիայի վարչապետը Օրբանը Վիկտոր, այդ պարագայում ինչ արեցին։ Ասին դե որ այդպես ավելի ճկուն համակարգ անենք, ոչ թե Եվրոպայով այդ խնդիրը լուծենք։ Ստեղծենք Եվրոպայի անվտանգություն, որի պարագայում ինտենսիվ, ավելի ագրեսիվ ձևով այդ խնդիրն առաջացնողները դառնան լիդերներ։ Դրա առաջամարտիկը Ֆրանսիան է։ Շատ մեզ համար հաճելի է, որ Եվրամիության անդամ չլինելով կողքը պինդ կանգնած է Մեծ Բրիտանիան, Կիր Սթարմերը։ Նա ընտրությունների ժամանակ ներպետական շատ խնդիրների պատճառով պարտվեցին, պահպանողականները ընտրվեցին լեյբորիստները, բայց երբեք իրանք առիթը չօգտագործեցին նախկիներին քննադատելու։ Արտաքին քաղաքական գիծը առաջ տարան։ Մեզ համար շատ հաճելի է, որ նաև Գերմանիայի կանցլերը նորընտիր Ֆրիդրիխ Մերցը շատ ավելի պինդ կանգնած է այդ երկուսի կողքին, բայց մեկը իրանք միացան այն նախաձեռնությանը, որը իր ուսին վերցրեց Ֆրանսիան։ Մեր պարագայում ինչով է դա շատ կարևոր։ Այսինքն դա պետությունն է, որի հետ մենք լավ ենք։ Այսինքն նա, որը լիդերություն է ստանձնում, մեզ համար արհեստական չի, խորտ չի, որ ասենք հա լավ, շատ լավ, գիտենք, որ այս պետությունն է լիդերը, բայց առանձնապես մեծ կապեր չունենք։ Ֆրանսիայի պարագայում ինքը եւ ուկրաինական պատերազմում շատ լուրջ ձևով, պինդ ձևով կանգնեց, ասեց, եթե պետք է միջուկային հովանոց կապահովեմ, ոչ միայն Ուկրաինայի համար, որտեղ այս ժամանակին, երբ որ ինքը ՆԱՏՕ-ից դուրս եկավ, նորից մտավ, ինքնուրույն անվտանգային համակարգ էր ստեղծել այդ տարիների ընթացքում։ Ասեց, ես անկախ եմ եղել եւ ինֆորմացիոն առումով եւ կազմակերպական առումով։ Ես կարող եմ այդ հովանոցը օգտագործել միջուկային նաեւ արևելյան Եվրոպայի երկրների համար։ Նաեւ հենց ինչի որ մենակ արևելա Եվրոպային նաեւ ասեց, որ Գերմանիայի հետ էլ նորմալ կարող ենք այդ ամեն ինչով աշխատել Մեծ Բրիտանիայի հետ։ Այս պարագայում, եթե մենք նայում ենք, որ մեր տարածաշրջանում ուղղակի մենք չունենք վստահություն, որ գիտենք, թե Դոնալդ Թրամփը ինչ է ուզում։ Ոչ թե ինքը գիտի ինչ է ուզում, մենք չգիտենք ու շատ վատ է, որ չգիտենք, այլ նույնիսկ ինքը չգիտի, որովհետև եթե ինքը կհարվածի Իրանին, դա լրիվ ուրիշ կարգավիճակ է։ Եթե կուզենա համաձայնության գա, դա լրիվ ուրիշ կարգավիճակ է։ Դրանից նաև կախված է Հայաստանի անելիքը։ Այդ պարագայում մեր համար գարանտ այսօր ՄԱԿ-ը գարանտ չի։ Ժամանակին թեկուզ ինչքան էլ դժգոհ լինենք, նախկին ադմինիստրացիայի ժամանակ Էնթոնի Բլինկենը կարող է զանգել Ալիևին, Ամերիկայի պետքարտուղարը, ինչ որ բան զսպեր։ Կարող է էլի գոհ չլինեինք, այդ ընթացքում Արցախը դատարկվեց, եւ այլն, բոլորը չթվարկեմ։ Մեր սահմանները խախտեցին, բայց մեկը մենք գիտեինք, որ կա այդպես զսպող մեխանիզմ։ Բայց հիմա Ռուբիոնն էլ է հայտարարում, որ իրենք ԱՄՆ-ն փորձում է կանխել։ Ճիշտ է, հակամարտության ռիսկը բարձր է, բայց ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի կանխի։ Ռուբիոն հայտարարում է, բայց մենք ասում ենք, իսկ Ռուբիոն գիտի ինչ է անելու։ Որովհետև տեսեք խնդիրը որն է, մեզ համար նաև էականորեն տարբերվում է։
Եթե Ամերիկան ստիպված լինի Իրանին շատ լուրջ ձևի զիջումների գնալ միջուկային գործարքում, Իրանը շատ կոշտ դրել է, ես պետք է ուրանը հարստացնեմ խաղաղ նպատակով, չեք ուզում հաջողություն, բանակցություն չկա։ Ամերիկան ասում է դու չպետք է հարստացնես, ոչ միայն չպետք է հարստացնես, հարստացածը պետք է երկրից հանենք, եթե չհարվածելու ենք քո միջուկային օբյեկտներին։ Իսկ մենք այդ դեպքում մտահոգություն ունենք, չէ՞, եթե Ամերիկան կոտրվեց, ընդունեց Իրանի խաղի կանոնները, դա էլ է մեզ համար խնդրեմ, որովհետեւ մենք Իրանի հետ խնդրեմ չունենք, բայց դրանից հետո Իրանը կարող է ասի, գիտես ինչ, ես քեզ ասել եմ, երաշխավորում եմ քո տարածքային ամբողջականությունը, կասես այս կողմը արևմուտքից ոչ մեկը չերևա, եթե չէ ես զորք կմտցնեմ Հայաստան, ով է դեմ առնելու։ Եթե Ամերիկան հարվածի, դա էլ է մեզ համար խնդրեմ, ասեմ ինչի համար, որովհետեւ մենք մտածում ենք, ինչ կանի այդ դեպքում Իրանում ինչ կլինի, սկսած էկոլոգիականից, սեյսմիկով եւ այլ, միջև որ ատրպատականի բանը էթնիկ ադրբեջանցիները կարող է լցվեն առիթն օգտագործեն Թուրքիան, Ադրբեջանը լճարի։ Այսինքն, եթե ճիշտն ուզում եք օբյեկտիվորեն նայենք, մեզ պետք է ուղղակի Իրանը եւ Ամերիկան համաձայնության չգան ու սենց խաղեր տան։